Իսկ Հայաստանի ներքաղաքական կյանքը շարունակում է եռալ, ընդդիմությունը քայլեր է անում վարչապետի դեմ անվստահություն հայտնելու ուղղությամբ, իսկ իշխանությունը շարունակում է իր խաղաղության օրակարգի միջազգային առաջմղումը։ Այդ ամենի ֆոնին ընթանում են ակտիվ դիվանագիտական հանդիպումներ, Փաշինյանն էլ այս պահին Մոսկվայում է, հանդիպելու է Պուտինի հետ։ Ընթացող քաղաքական գործընթացների, ընդդիմության դերի եւ բանակցային քաղաքականության մասին այս պահին զրուցելու եմ Ազգային ժողովի Հայաստան խմբակցության падգամավոր Արթուր Խաչատրյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Խաչատրյան։ Շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Սիրով։ Պարոն Խաչատրյան, վստահ եմ այսօր տեսել եք Նյու Յորքում Մարկո Ռուբիոյի կազմակերպած ընթրիքի ժամանակ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների համատեղ լուսանկարը։ Այսպիսի շփումները դիվանագիտական սովորական հանդիպումներ են, թե կոնկրետ մեզ համար խաղաղության գործընթացը առաջ մղելու կարևոր քայլեր։ Նախ ես խաղաղության գործընթաց չեմ տեսնում, ես տեսնում եմ միակողմանի կապիտուլյացիոն, պարտվողական գործընթաց։ Ադրբեջանը ինչ ցանկանում է, ստանում է Հայաստանից։ Խաղաղությունը դա փոխզիջումների արդյունքում ձեռք բերված համաձայնություն է, որը հարգում է, հաշվի է առնում երկու կողմերի կենսական շահերը։ Մենք ինչ տեսնում ենք որևէ փոխզիջում։ Չկա որևէ փոխզիջում։ Ադրբեջանը պարտադրում է, Հայաստանի իշխանությունները համաձայնվում են եւ հետո գալիս են իրենց պարտությունը գեղեցիկ փաթեթավորում են եւ ժողովրդին ներկայացնում են որպես հաղթանակ։ Բայց ասում են մենք ունենք միջազգային աջակցություն։ Սրանից մոտ 2 ամիս առաջ Հայաստանի Հանրապետության արտգործնախարարությունը ողջունեց Ղրղստանի եւ Տաջիկստանի միջև սահմանային վեճի կարգավորումը։ Դուք գիտեք այդ կարգավորումը ինչի մասին է։ Կամ ուզում եք հիմա գնանք արտգործնախարարության շենք եւ պատահական ընտրության միջոցով արտգործնախարարությունում չգիտեմ քանի մարդ է աշխատում, փորձենք հասկանանք այդ վեճը ինչի էր ծագել եւ ինչպես կարգավորվեց։ Հիմա հայտարարեմ, որ Ուգանդայի եւ Ռուանդայի միջև վեճը կարգավորվել է, պետք է հարցնեք, այդ ինչ վեճ է եղել։ Ստանդարտ կլիշե հայտարարություններ են, իհարկե մենք ողջունում ենք վեճի կարգավորումը։ Իդեպ գերմանական հայտարարությունը երևի ամենաանկեղծն էր, երբ տեքստը, ասպես ասած, համաձայնեցրեցին, այսինքն երբ Ադրբեջանը պահանջեց, Փաշինյանը համաձայնվեց, ասեց միակողմանի խիզախ զիջում։ Նո միակողմանը չէ, ողջունեց Հայաստանի խիզախ զիջումը։ Այսինքն դա զիջում է միակողմանի պարտադրանք Հայաստանի դեմ, Հայաստանի միակողմանի զիջում։ Դա այդպես խաղաղություն չի լինում։ Հիմա, չգիտեմ, եթե օգոստոսի 8-ի մասին եք խոսում, ինչ ստացավ Հայաստան, ինչ ստացավ Ադրբեջանը։ Նույնիսկ եթե այլևս որևէ զարգացում չլինի, որևէ զարգացում, Ազատության աջակցության ակտի 907-րդ հոդվածի վերացումը արդեն Ադրբեջանի նյութական ձեռքբերում է։ Մինսկի խմբի ինստիտուտի լուծարումը արդեն Ադրբեջանի համար նյութական շոշափելի ձեռքբերում է։ Ինչ ստացավ Հայաստանը։ Ստացավ երկկողմ մի փաստաթուղթ, երկկողմ, ոչ թե եռակողմ, ինչպես նիկոլականները խաբում են ժողովրդին, չէ՞, մտեք իր կայքը եւ կտեսնեք 3 նախագահների համատեղ եռակողմ չի եղել, դա երկկողմ է եղել։ Թրամփը ընդհանրապես վկա է եղել, որտեղ Ադրբեջանը ստանում է Հայաստանի տարածքով անխոչնդոտ երթևեկի իրավունք, Հայաստանը ստանում է փոխադարձ առավելություն։ Ո՞րն է այդ փոխադարձ առավելությունը։ Նիկոլ Փաշինյանը դեռևս ապաշրջափակված սահմաններ։ Նիկոլ Փաշինյանը դեռևս 2001 թվականին ասում էր միջանցք տանք փողի դիմաց։ Ինքը չէր ասում միջանցք տանք, թող իր Ադրբեջանն է մեզ միջանցք տա։ Փողի դիմաց ես չեմ բացառում, որ ինչ որ գումարներ կգան։ Դե Միացյալ Նահանգները տալիս է։ Շատ լավ, հիմա կհարցնենք տեսնենք թե ինչ են տալի միջազգային ներողություն Միացյալ Նահանգները։ Հայաստանի ասում եք ճեղքում բլոկադայի, դա որպեսզի Հայաստանի շրջափակումը ճեղքվի, Հայաստանը պետք է արտաքին աշխարհի հետ կապ ունենա։ Երկաթգծով, այսինքն լավ, եկավ երկաթգիծը, Զանգելանից մտան Մեղրի, դուրս եկան, հասան Օրդուբադ, բարձրացան վերև դեպի Սադարակ։ Երկաթգիծը չի շեղվում դեպի արևելք, դեպի երասխ, որ Հայաստանի հետ կապվի։ Շեղում է դեպի արևմուտք, Դիլուջու, հետո Դիլուջուից Արալիկ, Իգդիր, Կարս։ Իսկ ինչ եղավ երասխ
սադարակ ճանապարհի հատվածը։ Չկա նման բան, այսինքն որևէ մեկը հիմա ինձ ուզում է բացատրի, որ եթե Հայաստանի Հանրապետությունը ուզում է այդ ճանապարհից օգտվել, մեքենայով գալու են Մեղրից նստելու են գնացք եւ գնալու են դեպի Օրդուբադ, Դիլիջու եւ Թուրքիա, կատակ է կանում։ Այդ հատվածի կառուցման մասին որևէ խոսք չկա։ Իդեպ հիշեցնեմ, որ դեռևս 22 թվականին այս իշխանությունները Ադրբեջանին առաջարկեցին 3 սահմանային կետ՝ Սոտք Քարվաճար, Էվազլի Քարահունջ եւ աներողություն Խնձորե, Քարահունջ եւ Սադարակ Երաս։ Ադրբեջանը մերժեց դա եւ իշխանությունները նույնիսկ ռիսկ չունեցան այդ կառավարության որոշումը անցկացնել։ Մյուս խնդիրը դեպի Թուրքիա ճանապարհ, որ ասում են կգնանք Թուրքիա։ Թուրքիան ինչու է կառուցում այդ ճանապարհը։ Եթե Հայաստանի հետ ուզենար կապ ունենալ, հենա Կարս, Գյումրի, Կարս-Ախուրի Գյումրի ճանապարհը կկառուցեր։ Չկա այդ ճանապարհը։ Հայաստան, որ ասում են Հայաստանը կգա, կմտնի Նախիջևանով, կգնա Արարատի մարզին կմիանա կամ դեպի Թուրքիա կգնա, այդ ճանապարհը չկա։ Մյուս խնդիրը ապա շրջափակումը ենթադրում է բոլոր ճանապարհների միաժամանակյա եւ անվերապահ բացելը։ Ինչի Ադրբեջանը մեզ ճանապարհ չի տալիս Իջևան, Ղազախ, հետո հյուսիս դեպի Ռուսաստան, որը մեր հիմնական առևտրային գործընկերն է, կամ արևելք դեպի Կասպից ծով։ Չկա տենց բան։ Ադրբեջանը ստանում է միակողմանի ճանապարհ, Հայաստանը ինչ առավելություն է ստանում, ես տեղյակ չեմ։ 140, 134, 145 միլիոնի մասին եք խոսում։ Դա գալիս է այդ Հայաստանի ներսում այդ ճանապարհի վրա։ Okay, շատ լավ ճանապարհ։ Բա հետո Հայաստանը ո՞նց է դուրս գալու արտաքին աշխարհ։ Երբ ոչ թուրքական ճանապարհը կա, ոչ Ադրբեջանով դեպի Հայաստան Նախիջևանով Արարատի մարզում։ Կամ խոսում են Արարատ ներողություն, Ռուբեն Ռուբինյան, Քլաչ, երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանային անցում։ Լավ, մեզ ինչ, եթե Զիմբաբվեցին անցավ, բայց հային թույլ չեն տալիս։ Որտեղ է ստեղ տրամաբանությունը։ Անտրամաբանական է, այսինքն Հայաստանը տվեց միջանցք, որտեղ անխոչնդոտ անցումը հենց միջանցքն է։ Մենք ազգային ժողովում փորձում էինք հասկանանք որն է։ Ինքն ասում է մարդիկ չեն լինելու է տեխնոլոգիա։ Հիմա ուզում հասկանամ գնացքը գալիս է, գնացքում 1000 մարդ կա նստած։ Այդ ինչպես են սահմանահատումն անցկացնել։ Ինչպես կնիշը դրոնա գալու բոլորին նկարելու է, թե այդ մարդիկ կանգնելու են, իջնելու են, գնալու են։ Եվ ռոբոտների միջով են անցնելու։ Ինչ է ստացվում։ Ճապոնացին, որպիսի Վրաստանից գա Հայաստան, ինքը անցնում է ամբողջական սահմանային զննում, իսկ ադրբեջանցին, որը Զանգելանից մտնում է Մեղրի, սենց շվացներով պետք է անցնի, ինչի։ Կամ Բեռների ստուգումը ինչպես են անել։ Կամ եթե ես այսօր թռնում եմ Զվարթնոց օդանավականով, երբ իմ պաուսակը դնում եմ սկաների մեջ, կողքը մարդը չէ նստած։ Կա չէ այդ մարդ։ Հիմա ասում է որևէ չպետք է շփվի, միայն տեխնոլոգիա պետք է լինի։ Գիտեք ինչ է ասում։ Որովհետև Ալիևը ասել էր հայերի հետ մենք չպետք է առնչվենք։ Նիկոլ Փաշինյանը գեղեցիկ տեխնոլոգիական փաթեթավորումով այդ զիջումն անում է։ Դե հայերի հետ չեք առնչվի, ռոբոտների հետ կառնչվի։ Այսինքն հայերը երբ որ հատեն սահման արդեն Ադրբեջանի սահմանում, շփվելու են ադրբեջանցիների հետ։ Որովհետև Ալիևն ասել է որևէ հայլային բանի մենք չեն գնալու հայլային լուծման։ Հայերը թող ինչ ուզում են անեն։ Հայաստանի կողմն էլ չի ասել, ես պահանջում եմ, որ նույն ռեժիմը գործի հայերի համար, ինչ գործելու է ադրբեջանցիների համար։ Նման պահանջ չի եղել։ Ադրբեջանն ասել անխոչնդոտ անցում։ Եվ Նիկոլ Փաշինյանը այդ անխոչնդոտ անցումը տալու է։ Պարոն Խաչատրյան, այդուամենայնիվ իշխանությունը ցույց է տալիս շատ ակտիվ բանակցային գործընթաց, այս պահին Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում է, բայց հայտնի չէ օրակարգը ինչ են քննարկելու Պուտինի հետ հանդիպման ընթացքում, ըստ ձեզ որը կարող է լինել օրակարգը, օրինակ նոր պայմանավորվածություններ, նոր ճշտումներ, թե ուղղորդումներ, արդեն պայմանավորված այն հանգամանքով, որ տարածաշրջանում է նաև Միացյալ Նահանգները։ Նախ ջանքը երբեք արդյունքին չի փոխարինում։
Գիտեք, մի անեկդոտ կար սովետի ժամանակ, ասում էին մեր կոլխոզում մեծ զիկար, ամենաշատն ինքն էր աշխատում, բայց կոլխոզի նախագահ չդարավ։ Ջանք եւ արդյունք։ Հա ուսանողը գալիս է, խնդիրը սխալ է լուծում, ասում է, բայց պարապել եմ, հետո ինչ։ Որն է արդյունք։ 3-4 տարի է Քլչ Ռուբինյան բանակցում են եւ քանի տարի է բանակցում են Միրզոյանը եւ Բայրամովը, ինչ գլխիկոր ընդունեցին Ադրբեջանում Բաքվում գրած տեքստը։ Ասում են խաղաղություն եկավ եւ այլևս պատերազմ չի լինելու։ Ասում է ձեր 18 տարեկան տղաները այլևս չեն գնալու օտար երկրում ծառայելու։ Հիշեցնեմ, որ 18 թվականին մանավանդ Դուշանբեից հետո նույն երգն էր երգվում հանգիստ է, սահմաններին երբեք այսքան հանգիստ չի եղել, բոլորը ողջունում էին, բայց պայթեց 44-օրյա պատերազմը, չէ՞, հանգիստ է, խաղաղ է, անենք, բայց պայթեց պատերազմը։ Մյուսը կարող եք նշել մի երկիր, որը խաղաղ է, բայց որի տարածքում կան զավթիչ ուժեր։ Նշել մեկ այլ երկիր, որը խաղաղ է, իր հարևանների հետ խնդիր չունի, հարևանը հարգում է նրա տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը, բայց հարևանը անընդհատ միջամտում է երկրի ներքին գործերին, պահանջում է օրինակ սահմանադրության փոփոխություն, սպառնում է ընդդիմությանը։ Տենց խաղաղություն որտեղ եք տեսնում։ Տեսել եք խաղաղություն, երբ դիմացի երկիրը, հակառակորդ երկիրը քո քաղաքացիներին բանտարկում է եւ չի էլ մտածում բաց թողելու մասին։ Հիմա կասեք Լեռնային Ղարաբաղ, կան նաև Հայաստանի քաղաքացիներ, հայեր, Արցախի հանրապետության քաղաքացիներ, ռազմաքաղաքական ղեկավարությունը հայ Լիբանանի քաղաքացի։ Տեսնում մենք զբաղվում ենք ամեն օր այդ հարցով։ Կրկնում եմ, ջանքը եւ արդյունքը տարբեր բաներ են։ Ինչքան ուզում ես ջանք թափի, բայց եթե արդյունքի չես հասնում, նշանակում է անբան ես։ Դա է խնդիրը։ Իրանք թող մարդկանց չխաբեն ջանքերը, որը մենք չենք տեսնում։ Ինչ ջանք են թափել որ։ Պարոն Խաչատրյան, ընդդիմությունն ասում է։ Ներողություն եմ խնդրում, 2 տարի առաջ այս օրերին իրանք օրինակ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստ հրավիրեցին Արցախի հարցով շրջափակման։ Նույնիսկ բանաձևի նախագիծ չէին արել։ Դա նշանակում է ինչ որ մի քայլ են ձեռնարկել Արցախի շրջափակում կամ քայլ էին ձեռնարկել Արցախի շրջափակումը ճեղքելու համար, ոչ, պարզ իմիտացիա է։ Իմիտացիա է։ Նույն նաև այսօր լուսանկարի մասին էիք խոսում։ Հա, թող ժպտան, թող իրար գրկեն, հետո իրանք շատ լավ հասկանում են, որ իրանք վերարտադրումը անմիջապես կախված է Ադրբեջանի բարեաճ վերաբերմունքից։ Նիկոլ Փաշինյանը իրան Չեմբերլենի տեղ է դրել։ Չէ, ես ձեզ խաղաղություն եմ բերել։ Իրան պետք է մի թուղթ, որի վրա գրված լինի խաղաղություն, դա կլինի Ալիևի ստորագրությունը, որպեսզի գնա ասի տեսեք բերել եմ խաղաղություն, եւ որպեսզի այդ թուղթը ստանա, ինքը Ադրբեջանին պատրաստ է անել բոլոր զիջումները, բոլոր, միայն թե այդ թուղթը ստանա, այլապես կասեն դու 5 տարի մարդկանց խաղաղություն ես խոստանում, ձախողել ես։ Եվ գնում է բոլոր զիջումների, այսինքն Փաշինյանի շահը, անձնական եւ իրենց ԿՊ-ի կուսակցական շահը հակոտնյա է Հայաստանի պետական շահերին եւ ամբողջովին համապատասխանում է Ադրբեջանի շահերին։ Տեսեք 8-րդ կետը կա այդ խայտարակ փաստաթղթի մեջ։ Լավ, չգիտեմ ժողովրդների միջև ճշնաման կես կողմ ընկում։ Դա հնարավորություն է տալիս Նիկոլ Փաշինյանին, օրինակ վաղը ինձ, ասել եթե դու ասում ես Արցախի հանրապետություն, դու պատերազմ ես հրահրում եւ ինքը ինձ կարող է ձերբակալել եւ բանտարկել։ Իր շահերից է բխում, ես որպես ընդդիմադիր ճաղերի հետևում եմ, Ալիևի շահերից է բխում։ Այն քաղաքական ուժերը, ովքեր խոսում են Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի մասին եւ Արցախի ժողովրդի քաղաքական իրավունքների իրականացման մասին, ճաղերի հետևում են։ Սա է իրականությունը։ Պարոն Խաչատրյան, բայց իշխանությունն ասում է այս ամենի ամենամեծ խնդիրը հենց Արցախն է եղել, մենք լուծել ենք Արցախի խնդիրը, փակել ենք Արցախի էջը, այդքանով ճանաչել ենք մեր երկրի Հայաստանի Հանրապետության ամբողջական տարածքային ամբողջականությունը եւ եկել է խաղաղություն։ Նաեւ ասում է, որ մենք հրաժարվել ենք Արցախից ոչ թե մեր կամքով, այլ որովհետեւ արդեն տապալված բանակցություններ էինք ժառանգել։ Թեպետ վերջերս դուք ձեր աշխատությունում, ծավալուն աշխատությունում արցախյան բանակցություններ բավականին մանրամասն ներկայացրել եք, որ որևէ
վերջնագիր չի եղել եւ տապալված բանակցություն չի եղել։ Այդ դեպքում ինչի վրա է հիմնվում եւ ինչպես է համոզում Փաշինյանը, որ եղել են այդ բանակցությունները տապալված եւ ինքը որևէ շանս չի ունեցել դրանք առաջ տանելու։ Փաշինյանը ինքը 2019 թվականին հունվարին Կապանում խոսեց Կրակովյան փաստաթղթի մասին։ Դա այն թուղթն է, որ Փաշինյանը ժառանգել էր, որտեղ հստակ գրված է, որ Արցախի ապագա իրավական կարգավիճակը որոշվելու էր պարտադիր իրավական ուժ ունեցող համաժողովրդական քվեարկության միջոցով, որի օրակարգը ոչինչով սահմանափակված չէր, որին մասնակցելու էր Արցախի ժողովուրդը այն նույն համամասնությամբ, ինչ մինչև հակամարտությունը, մինչև 88 թիվը, այսինքն 77-78% հայեր, 22% ադրբեջանցիներ։ Դա այն առաջարկությունն էր, որը Փաշինյանը ժառանգել էր։ Ինչ այլ փաստաթուղթ ներկայացվեց Փաշինյանին իր իշխանության օրոք, հե, որովհետև վերջի փաստաթուղթը, որը Ադրբեջանը ներողություն համանախագահները ներկայացրել էին, ապրիլի 15-ին Մոսկվայում եւ հունիսի 20-ին դրա ուրեմն մոդիֆիկացված տարբերակը Միացյալ Նահանգներում, դե թող Փաշինյանը դա հրապարակի եւ տեսնենք ինչ է ինքը ստացել, ուր է տարել բանակցությունները եւ ինչի դրանից հետո Հայաստան այդքան սրեց իր քաղաքականությունը։ Իրանք ասում են քիվեստ։ Դա ասում են դե քիվեստ հրապարակեք, ասում են չկա։ Բանական հարց, եթե չկա, ի՞նչն է քննադատում։ Ես իդեպ առաջի հատորում շատ մանրամասն ներկայացրել եմ քիվեստի բանակցությունները, ինչ թղթ է եղել սեղանին։ Կխնդրեմ շատ հակիրճ հիմա նույնպես ներկայացնեք։ Այո, Ադրբեջանը առաջարկել էր տարածքային փոխանակման սխեմա։ Հայաստանի իշխանությունները չէին համաձայնվել դրա հետ, եւ 2001 թվականի ապրիլին սեղանի վրա դրված էր մի առաջարկություն, որը ենթադրում էր Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Հայաստանի գերիշխանության ճանաչում, Լաչինի միջանցք ունենալու էր նույն իրավական կարգավիճակը, ինչ Լեռնային Ղարաբաղը, այսինքն Հայաստանի մաս, փոխարենը ստանում էր անխոչնդոտ անցում Նախիջևանից դեպի ուրեմն Ադրբեջանի արևմտյան շրջանները, որը որևէ կերպով չէր խոչընդոտում Հայաստան-Իրան հաղորդակցությանը, այսինքն էստակադաներ, թունելներ եւ այլն։ Ճանապարհի տակի ուրեմն հողը մերն էր, ճանապարհի, այսինքն հողը մերն էր, ճանապարհի վերևի օդը մերն էր։ Սա է իրականությունը։ Եվ դրա մասին օրինակ խոսում են օտարերկրյա աղբյուրներ։ Ես չեմ ասում այն մարդիկ, ովքեր հայ դիվանագետները, որ չասեն դե սեփական շահակա եւ այլն, լավ, Սաբինա Ֆրեյզեր, Թոմաս Դևալ, Ֆիլիպ Ռեմլեր, մարդիկ հստակ դա ասում են, նույն Սաբինա Ֆրեյզերն ասում է, ադրբեջանցիներն են ասել, թե իբրև թե Հայաստանը համաձայնվել է տարածքային փոխանակմանը, բայց որևէ ապացույց չեն ներկայացրել։ Կան այսօր Փաշինյանը կրկնում է ադրբեջանցիների խոսքերը առանց որևէ հիմնավորման։ Սա իրական։ Իսկ ինչ վերջնագրի մասին է խոսում։ Որ վերջնագիրը։ Դե ասում եմ, մենք այլ ընտրանք չունենք, մեզ վերջնագիր է ներկայացվել եւ մենք բանակցությունը չունենք այլ ուղղությամբ տանելու շանս։ Վերջնագիր, եթե ներկայացվել է, ուրեմն ներկայացված պիտի լիներ 19 թվականին։ Եվ մեղադրում են դրա համար նախկին իշխանություններին։ Ես ասում եմ նախկին իշխանություններին 18 թվականի հունվարին ներկայացվել է փաստաթուղթ։ 18 թվականի այդ փաստաթուղթը Նիկոլ Փաշինյանի բանակցային ժառանգությունն է։ Ինքն ասում է, ես բանակցությունը սկսել եմ զրոյական կետից, հիմա ասում է, չէ, ծանր ժառանգություն եմ ստացել, բայց այդ թողենք իր խղճի վրա։ Ինքը սկսել է բանակցել Կրակովյան փաստաթղթից, որտեղ վերջնագիր չկա, որտեղ միջազգային հանրությունը ընդունում էր Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, քանի որ ասում էր հետագա ապագա իրավական կարգավիճակը պետք է որոշվի պարտադիր իրավական ուժ ունեցող քվեարկության միջոցով։ Հիմա ասում են միջազգային հանրությունը չէր ճանաչել Արցախի անկախությունը։ Այո, որովհետև իրենք առաջարկել էին մեխանիզմ, որով պետք է Արցախի ժողովուրդը ասեր, ինքն ուզում է անկախություն, ինքն ուզում է Հայաստանի հետ վերամիավորում, ինքն ուզում է Ադրբեջանի հետ միավորում, դա էր եղել պատճառը։ Հիմա ասենց պարզ, գիտեք, լեզվի ֆիզկուլտուրնիկությամբ, անազնվությամբ փորձում են ժողովրդին մոլորեցնել։ Ոչ, վերջնագիր չի եղել, հարգված է եղել Արցախի ինքնորոշման իրավունքը։ Բանակցությունները հաջողել էին, ոչ, չէին հաջողել։ Բայց դա չի նշանակում, որ բանակցությունները տապալվել էին։
բանակցությունները երբ տապալվում են, իսկ ինքը տապալեց բանակցությունները, սկսում է պատերազմ։ Գրամիկան մի լավ խոսք ուներ, ասում ավելի լավ է 10 տարի բանակցես, քան թե մի օր պատերազմես։ Ինքը բանակցությունները տարավ փակուղի։ Հանդիպում է եղել 18 թվականի նոյեմբերին մամուլի ներկայացուցիչների հետ Մելիք Ադամյանի վրա դահլիճում։ Փաշինյանը ինչ է ասել, չեմ ինձ հետաձգված բանակցությունների ներողություն, հետաձգված հանրաքվեի գաղափարը դուրս չի գալի։ Այսինքն Միացյալ Նահանգների, Ռուսաստանի, Ֆրանսիայի նախագահները 5 հայտարարություն են միասին ընդունում, որտեղ ասում են հակամարտությունը պետք է կարգավորվի հետաձգված հանրաքվեի միջոցով, ճիշտ այնպես ինչպես եղավ Հարավային Սուդանում։ Հանկարծ Նիկոլ Փաշինյանը վեր է կանում եւ Միացյալ Նահանգներին, Ռուսաստանին եւ Ֆրանսիային ասում է, չէ, ինչ որ դուք ասել եք դուրս չի գալի։ Փոխեք բանակցությունների ֆորմատը։ Ինչ է դա, եթե ոչ բանակցային գործընթացի տապալում։ Պարոն Խաչատրյան, մարդիկ այդ բանակցությունների մասին շատ քիչ ինֆորմացիա ունեն։ Ես հասցրել եմ թերթել ձեր գիրքը եւ բավականին ծավալուն աշխատանք է, շատ լայն ինֆորմացիայով ինչպես մարդիկ կարող են սա ձեռք բերել եւ ծանոթանալ այդ ամենին։ Գիրքը ազատ վաճառքի է, բուկինիստ գրախանութների ցանցում կարող են ձեռք բերել, կարդալ, այսինքն ցանկացած բառ պնդում, որը ես անում եմ, բազմաթիվ հղումներ կան, որոնք ապացուցում են, որոնք դրանից հղում եմ կատարում, այս փաստաթուղթը, այն փաստաթուղթը, այս հարցազրույցը, Նիկոլ Փաշինյանի հարցազրույցները, արխիվային նյութեր, որտեղ հստակ է ասում, ինչպես սկսեց բանակցությունները, ասում է Հայաստանի իշխանությունները դեռևս 91 դա Վագն Խաչատուրյանն ասաց, ճանաչել էին Արցախի նկատմամբ Ադրբեջանի գերիշխանությունը։ Բա ինչ էին բանակցում։ Ասում են 96 թվականին միջազգային հանրությունը ճանաչել էր։ Բա միջազգային հանրությունը հետո ինչ էր բանակցում։ Ինչ էր բանակցում, այսինքն գիտեք կապրիզնի երեխա չեմ ուզում, սրանք էլ ասում են լավ բալիկ ջան։ Այո, 97 թվականին փաստաթղթերով միջազգային հանրությունը համաձայնվում էր Ալիևի առաջարկին Արցախին շնորհել ինքնավարության բարձրագույն աստիճան, բայց 98 թվականից ի վեր նման պահանջ այլևս չի եղել։ 98 թվականին երբ սկսվել շրջանառվել ընդհանուր պետության գաղափարը, օրինակ Բոսնիա-Հերցեգովինան, չէ՞ ինքը Բոսնիա, խորվաթական եւ սերբական միացյալ պետությունը, արդեն այդ պահանջը չի եղել։ Պարոն Խաչատրյան, հիմա դուք ընդդիմությունը առհասարակ պնդում է, որ այս ամենի ելքը իշխանության փոփոխությունն է, որովհետև նրանք չեն կարողանում ճիշտ բանակցել։ Այդտեղից էլ գալիս են մեր բոլոր խնդիրները եւ մեր կորուստները, զիջումները։ Այո, այսինքն նայեք զիջումները, որոնք դրվեցին սեղանին 20 թվականի նոյեմբերի 9-ին եւ այն ինչ որ հիմա մենք ունենք։ Հիմա գիտեք հպարտանում են նրանով, որ Սյունիքի մարզը կարողացել են ադրբեջանական ներխուժումից պահել։ Չէ՞ դա դենց սատելիտներն ինչ էին ասում, այ սա որ չլիներ, կար ռիսկ։ Եվ այդ ռիսկը իրական էր, Մարկո Ռուբիոն ինքը մինչև այս թղթի ստորագրումը մի քանի ամիս առաջ ասել Հայաստանի դեմ ներխուժման իրական վտանգ կա։ Այսինքն Հայաստանի դեմ իրական ներխուժման վտանգ կա։ Եվ սա, այս ինչ որ իրանք ստորագրել են օգոստոսի 8-ին, դա ուժի սպառնալիքի ներքո ստորագրած, որ ասում են խաղաղություն բերեցինք, այդ թուղթը ստորագրեցինք, այսինքն կար պատերազմի ռիսկ եւ պատերազմի սպառնալիքի տակ են իրանք դա ստորագրել։ Պարոն Խաչատրյան, հանրությունն ունի նաև մի շարք հուզող հարցեր, ճիշտ է մեր ժամանակը կարճ է, բայց խնդրում եմ հակիրճ փորձենք պատասխանել։ Վաղվանից պատիվ ունեմ խորհրդարանում սկսում են լսումներ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացի համար։ Վաղվանից չի սկսում, վաղը սկսում է, առավոտ սկսում են ինչ-որ մի ժամի, վերջանում է ինչ-որ մի ժամ։ Ամիսներ առաջ այս գործընթացը սկսվեց, ձեր խմբակցությունը չմիացավ։ Ինչ որոշում ունեք հիմա։ Չէ, խնդիրը դրանում չէր, այսինքն իրանք այդ նախաձեռնությամբ հանդես եկան երկու հոգի, չեմ հիշում, Արթունեն կամ ինչ էր կոչվում այդ շարժումը իրանց, հետո հանրապետականները կամ պատիվ ունեմ ասեցին մենք ստանձնում ենք քաղաքական պատասխանատվությունը, հանրությանը հայտնի է 6 փաստաթուղթ, 6 ստորագրություն պատիվ ունեմի պատգամավորներից եւ 28 ստորագրություն մեր կողմից։ Ասեցին այս ձեր 6-ն է, այս մեր 28-ն է։ Ուրեն այն երկու հոգին, որոնք պետք է բավարար ձայները ապահովեին հարցը օրակարգ մտցնելու համար եւ 72 ժամում հարցը լուծելու համար։ Մեր խորին համոզմամբ պետք է լինի փողոցային ճնշում
մեծ ճնշում, որը կբերի ստորագրությունների, ոչ թե պետք է լինի ստորագրություն, որը կբերի ճնշման, որտեվ ելի եմ ասում կա 6 ստորագրություն, կա 28 ստորագրություն։ Ասում են այսպես պիտի հասնենք այդ փողոցային ճնշմանը, այսինքն գոնե պատիվ ունեմ ասում է, որ այս գործընթացով, եթե նույնիսկ չհասնենք վերջնական իմպիչմենթի, մենք խարխլում ենք իշխանության դիրքերը։ Տեսեք, այդ նույն գործընթացը մենք սկսել ենք 20 թվականից։ Հայրենիքի փրկության շարժումը, դիմադրության շարժումը, սրբազան շարժումը։ Հիմա մենք ասում ենք, պետք է լինի ճնշում, որը կբերի իշխանության մեջ ճաքերի։ Ես իմ կյանքում տեսել եմ 3 այդպիսի դեպք։ Կոմունիստները դարձան ՀՀՇ-ական, ՀՀՇ-ականները դարձան երկրապահ։ Իսկական պետք է լինի սկզբից ճնշում, ոչ թե այս թուղթը ստորագրենք։ Ել եմ ասում, իրանք ստորագրել, մենք էլ ենք ստորագրել։ Հիմա պետք է այդ երկու օգու քաղաքական պատասխանատվություններին ստանձնել, ստորագրություն հավաքին։ Մենք ասում ենք, միասին տեսնենք այդ ճնշումը ինչպես կարող են գեներացնել, սա է խնդիրը։ Երկու խմբակցությունների մեջ ընդհանուր հայտարար կա, թե ինչպես կարելի է այս գործընթացն ավարտին հասցնել կամ ինչպես հասնել իշխանության փոփոխությանը։ Գիտեք, մենք բազմաթիվ անգամներ մեր հայտարարությունները, մեր մոտեցումը արել ենք։ Հիմա նույն խնդիրը չէ, մենք ինչ ենք ասել։ Իրանք ասում են իշխանությունները լեգիտիմ չեն։ Դրա մասին մենք խոսել ենք դեռևս 22 թվականին, երբ կառավարությունը ներկայացնում էր իր ծրագրի կատարողականը։ Մենք ասում ենք դու խոստացել ես Շուշի եւ Հադրութի դեօկուպացիա, խոստացել ես անջատում հանուն փրկության բանաձևով Արցախյան հակամարտության կարգավորում, չես արել, հետեւաբար դու այլևս լեգիտիմ չես։ Եվ կառավարության անվստահություն հայտնելու այդ նախաձեռնությամբ մենք հանդես ենք եկել դեռևս անցյալ տարի նիստ են գումարել մեծամասնությունը բոյկոտել է, այսինքն նոր ինչ-որ մի բան չկա։ Իշխանափոխության համար անհրաժեշտ է հուժկու ճնշում, թե ներսից, թե դրսից։ Ներսից դրսից էսի նկատի ունեմ, թե խորհրդանի ներսում խորհրդանական ակտիվ մասնակցությամբ, ինչպես որ մենք ենք անում, չէ՞ մենք բոլոր հարցերում ոչ միայն հարց ու պատասխան, ոչ միայն հայտարարությունների այլ նաև օրենսդրական նախաձեռնությունների ժամին մեր ուրեմն ընդդիմությամբ, ինչպես նաև արտախորհրդանական պայքարը, սա է իրականությունը։ Սպասենք աշնանը որևէ բանի։ Գիտեք, մենք նենց տուրբուլենտ ժամանակաշրջանում ենք ապրում, որ ես չգիտեմ 15 րոպե հետո ինչ է լինելու։ Այսինքն, գիտեք, վերջի 24 ժամվա ընթացքում տեսակ ինչ եղավ։ Վաղաջա Գրիգորյանի սպանություն, Մոսկվա ներողություն Սանկտ Պետերբուրգում Բորիս Ավակյանի շատ ուրեմն մահը, լավ, խորհրդավոր պայմաններում, Երևանի մանկապարտեզներից մեկում զինված ռազմոր կա հերթական եւ Միքայել Սրբազանին մեղավոր ճանաչել մի անտրամաբանական մեղադրանքով, այսինքն այնքան տուրբուլենտ է այս ամեն ինչ, որ ես չես կարող ասել։ Համար պետք է պատրաստ լինել բոլոր զարգացումների։ Այո, մենք պատրաստ ենք զարգացումների, դրա համար մենք ինչ ենք անում, պարբերական հանդիպումներ ենք ունենում ընտրողների հետ, մշտական։ Օրինակ վերջին նիստի ժամանակ Ներողություն, պարոն Խաչատրյան, ինձ հուշում են, որ արդեն մի քանի վայրկյան է մնացել։ Այո, մենք պատրաստ ենք եւ կոչ ենք անում մեր հայրենակիցներին, երբ ասենք փողոց, դուրս գալ փողոց, միասին, եթե բանը հասնի ընտրություններին, գնալ ընտրությունների, չասել ընտրություններով որևէ բան չի կարող լինել, քվեարկել ընդդիմության, իրական ընդդիմության օգտին եւ պատրաստ լինել հետընտրական զարգացումների, որովհետեւ ես կասկած չունեմ, որ իշխանությունները կփորձեն կեղծել ընտրության արդյունքը։ Շնորհակալ եմ։ Սիրով։ Հիշեցնեմ, որ զրուցում էի Հայաստան խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հետ։